Նեանտապանի հյուրն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցը զրուցելու ենք տեսակապով, պարոն Սաքունց, բարի առավոտ, շնորհակալ եմ մեզ միանալու համար։ Ողջույններս, Էլիզա, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Սաքունց, օրեր առաջ Ադրբեջանում հայ ռազմագերիների դատավարությունը ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտենում է ավարտին, ավելին դատախազը մեր գերիների համար որպես պատժաչափ պահանջել էր 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Հիմա օրերս տեղի ունեցավ փոխադարձ այցելության շրջանակներում հասարակության ներկայացուցչի 5 ներկայացուցչի այց Բաքու, այնտեղ մեր ներկայացուցիչները հանդիպել էին Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևին, բերել էին նրա ուղերձները, առ այն, որ Ադրբեջանը չունի տարածքային պահանջներ, պատերազմը ավարտվել է եւ ցանկանում է Հայաստանի հայ ժողովրդի հետ կառուցել երկարատև խաղաղություն։ Գերիների մասով այս հարցը ինչու եմ ձևակերպում այսպես, որովհետև մեր ներսում քննադատություն կա, որ այնտեղ մեր գերիներին այդպիսի մեծ պատժաչափերով դատում են, ազատ չեն արձակում եւ մեր քաղաքասարակության ներկայացուցիչները գնում են Բաքու, հանդիպում են Ալիևի օգնականին, լայն ժպտում են, խաղաղությունից են խոսում, այսպիսով իշխանության հովանավորությամբ իրենք լվանում են Ալիևի արյունոտ ձեռքերը։ Ինչ դիտարկումներ կանեք, թե այդ դատախազի պահանջած պատժաչափի մասով մեր գերիների համար եւ թե փոխադարձ այցելությունները իսկապես կբերեն փոփոխություններ երկու երկրների ժողովուրդների հարաբերություններում։ Տեսեք, ռազմագերիների եւ գերիների հարցը նախ ինչպես բազմիցս նշել եմ, չկա միջազգային որևէ փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը կամ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակին կամ Լեռնային Ղարաբաղը որպես թեկուզ չճանաչված միավոր որակվի որպես ահաբեկչական կազմակերպություն։ Չկա այդպիսի որևէ փաստաթուղթ։ Չի որակվել, որ այդ զինված կազմավորումները հանդիսանում են ապօրինի կառույցներ, այնպես ինչպես ասենք հիմա բազմաթիվ այլ զինված խմբավորումներ, օրինակի համար Համազ, Հեզբոլլահ, չէ, վերջին հաշվով կամ ԻԳԻԼ, իսլամական պետություն։ Նման կազմավորումները որակվել են եւ գնահատվել են որպես ահաբեկչական կազմակերպություններ։ Չկա այդպիսի որևէ միջազգային փաստաթուղթ, որտեղ նման որակումներ լինի, սա ինչու համար եմ նշում, որ դա սկզբունքային ելակետ է, թե ինչ է տեղի ունենում Բաքվում։ Իսկ Բաքվում տեղի ունենում հրապարակավ պատժիչ գործողություն ազգությամբ հայ մարդկանց դեմ, որոնց նկատմամբ անհիմն քրեական գործեր են հարուցված։ Եվ ընդհանրապես, Էլիզա, այս կոնֆլիկտի, Ղարաբաղյան կոնֆլիկտի հետ կապված, որը իրապես երկուստեք հազարավոր մարդկային կյանքեր է խլել, շատ հարցեր պետք է լուծվեն ոչ թե ադրբեջանական կողմից կամ հայկական կողմից քրեական գործերի հարուցման տրամաբանության շրջանակում եւ ընդհանրապես կոնֆլիկտի կարգավորումը պետք է հիմնված լինի ոչ թե քրեական գործերի նաեւ մրցապայքարով, որին մենք ականատես ենք լինում հանձինս Բաքվի կողմից այդ քրեական գործերի, այլ պետք է լինի միջազգային տրիբունալ։ Միջազգային տրիբունալ, որովհետև ցանկացած պատերազմական գործողությունների ժամանակ, այո, կարող են լինել նաև պատերազմական հանցագործություններ։ Եվ երբ որ պատերազմական հանցագործությունները որակվում է միակողմանի կամ քննվում են միակողմանի կամ ենթադրյալ, ապա դա ակնհայտորեն օբյեկտիվ չի կարելի համարել։ Եվ արդյոք այդ մարդիկ, ասենք Դավիթ Բաբայանը կամ Բակո Սահակյանը կամ, չգիտեմ, Կարապետյան կամ
Եվ ընդհանրապես կամ ռազմական գործողություններին մասնակցած զինծառայողներին կարելի է նրանց նկատմամբ քրեական գործ հարուցել, որովհետև ռազմագերի նկատմամբ չես կարող քրեական գործ հարուցել։ Քաղաքական ղեկավարների նկատմամբ, որոնք ներկայացել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, այդ թվում նաև միջազգային կառույցների հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ուրեմն տարբեր պետությունների պարլամենտների ներկայացուցիչների հետ հանդիպել են նաև այցելությունների ժամանակ այլ երկրի ներկայացուցիչների հետ, նրանց չեն որակել որպես պատերազմական հանցագործների, հա։ Եվ բայց եթե նայում ես դատավարության ընթացքում թե որն է նպատակը, Իլհամ Ալիևը փորձում է այդ դատավարության միջոցով ոչ միայն էթնիկ հայերին հրապարակավ այդ պատժի եւ նսեմացնի եւ ուրեմն ցույց տա իր այսպես կոչված առավելությունը, այլ նաեւ հիմքեր ստեղծի իր հավատով, իր կարծիքով ընդհանրապես Հայաստանին որպես ագրեսոր պետություն ճանաչելու, հա, նպատակով։ Եվ այդ առումով է, որ այս իրավիճակի միակ տարբերակը նույնիսկ եմ կրկնում, եթե ցանկություն կա եւ կա կամք արդարության հիման վրա հարաբերությունների ձևավորումը, ապա այդ դեպքում պետք է նաեւ քրեական գործ հարուցվի Լեռնային Ղարաբաղի բռնի էթնիկ զտման հիմքով, որը պատերազմական հանցագործություն է։ Բայց նույնիսկ կրկնում, նույնիսկ այս պարագայում, երբ որ ընդհանրենք մենք ենք ներկայացնում եվրոպական դատարան դիմումներ ու ճիշտ ենք անում, եւ նրանք էլ իրենց հերթին ինչ-որ այդպիսի անհիմն դատավարություններ են իրականացնում, այս մրցապայքարը ամենևին չի նպաստելու ընդհանրապես կոնֆլիկտի կարգավորմանը եւ արդարության հիման վրա կոնֆլիկտի կարգավորմանը։ Դրա համար այդպիսի մի օրինակ կա, դա Նյուրնբերգյան դատավարությունն է, այդպիսի օրինակ կա Բալկանյան թերակղզում, ուրեմն պատերազմական գործողությունների հետ կապված, երբ որ Հաագայի միջազգային դատարանում քննության առնվեցին պատերազմական հանցագործություն, այսինքն պետք է լինի օբյեկտիվ, անկողմնակալ դատարանի կողմից բոլոր հարցերի քննություն, որի շրջանակներում կարող են քննվել այն բողոքները եւ այն հարցերը, որոնք կարող են ունենալ կողմերը, ոչ միայն Ադրբեջանը, ոչ միայն Հայաստանը, այլ նաեւ հենց Լեռնային Ղարաբաղը, որի բնակիչները տուժածներ են հանդիսանում այդ կոնֆլիկտի, որովհետեւ այդ կոնֆլիկտի կողմ էին վերջին հաշվով, բայց հիմա չկա Լեռնային Ղարաբաղում մարդիկ այդտեղ չեն ապրում։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ եկեք այս դատավարությունը, որ դիտարկենք ավելի շուտ որպես արդարության դեմ գործողություն կամ ձգտում միակողմանի, հա, ուրեմն քաղաքական, ուրեմն կամ նպատակով դատավարություններ, որոնց նպատակն է ուղղակի ցույց տալ, նպատակն է Ալիևի ռեժիմի ցույց տալ առավելություն եւ ընդհանրապես Ադրբեջանում խոսել դատական համակարգի մասին, դա ուղղակի կներեք անիմաստ զբաղմունք է մի պետություն, որը ձայնից զրկվել է հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում մարդու իրավունքների շարունակական եւ անպատիժ խախտումների համար, այսինքն եթե ինքը անգամ իր քաղաքացիների համար չի ապահովում արդարադատություն, ապա ինչպես կարող է նա ապահովել նաեւ արդարադատություն այլ պետության քաղաքացիների կամ կոնֆլիկտի մյուս կողմ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդեպ, որոնց համարում էր սեպարատիստներ, օկուպանտներ եւ այլն։ Հիմա քաղաքասարակության ներկայացուցիչներն իրենց այցով մաքրում են Ալիևին այդ հանցագործի պիտակից։ Կամ առնվազն նվաստացում է, երբ մեր ներկայացուցիչները այցելում են Բաքու, այնտեղ լսում են Հաջիևի ուղերձները իբրև Ալիևի կողմից փոխանցված խաղաղության հաստատման մասին։ Եկեք այդ հարցի հետ կապված իմ դիտարկումները մինչև ձեր բարձրացած հարցին պատասխանելը անդրադառնամ ընդհանրապես երկխոսության մասին։ Մենք ունեցել ենք ադրբեջանական հասարակության ներկայացուցիչների հետ ուրեմն երկխոսության փորձեր 2000, այսինքն կոնֆլիկտի սկզբից մինչև առնվազն 2006-7 թվականները։ Եվ դա խոսում եմ այն ժամանակաշրջանի մասին, երբ որ քիչ թե շատ Ադրբեջանում կար
անկախ գործող քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, ճիշտ է, նրանք հետապնդվում են եւ այլն, բայց այն վիճակը չէր, որը հիմա էր։ Հիմա ուղղակի Ադրբեջանում անկախ քաղաքացիական հասարակության ինստիտուտները գոյություն չունեն։ Եվ այս առումով, երբ որ խոսքը գնում է Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչների հետ Հայաստանի քաղաքասարակության ներկայացուցիչների հանդիպման, ապա պետք է հասկանալ, որ դա գոնգոների հետ, այս կամ Իլհամ Ալիևի ռեժիմի ներկայացուցիչներն են քաղաքասարակության այսպես կոչված դաշտում, հա, որոնք առանց նախագահական ինստիտուտի թույլտվության նրանք անգամ ռիսկ չէին անի Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպելու, այլ ուր մնաց թե ասենք գային ուրեմն Հայաստան։ Եվ այդ առումով իհարկե ես խիստ թերահավատ եմ այդ երկխոսությանը, որովհետև նույնիսկ կրկնում Ադրբեջանում այն քաղաքացիական հասարակությունը, որը մենք պատկերացում ունենք Հայաստանում, ես կարող եմ ունենալ տարբեր կարծիքներ իշխանության հետ եւ քննադատել իշխանության, այնտեղ այդպիսի խոսքերի համար ուղղակի մեկ ճանապարհ կա դեպի քրեակատողական հիմնարկ։ Ես հիշեցի մեր ուրեմն հանդիպումներից մեկը, կարծեմ դա 2005-6 թվականներին էր, կարծեմ, եւ որ ադրբեջանցի ուսանողների, երիտասարդների եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի երիտասարդների հանդիպում ենք կազմակերպել Գուգարք ճամբարում։ Գիտեք, այդ երիտասարդները մինչև տուն վերադառնալը դրանց բոլորի նկարները հրապարակվել էին իրենց հեռուստատեսությունից մեկով եւ որակվել որպես դավաճաններ, որ եկել են հանդիպել ուրեմն Հայաստանի ուրեմն երիտասարդների հետ։ Սա եղել վերաբերմունքը, սա ուզում եմ ասել, որ սա այսպեսին այնպես որ այստեղ ես ավելի շատ ես նույնիսկ կրկնեմ խիստ ես գտնում եմ որ պետք է երկխոսություն լինի, բայց երկխոսություն լինի իրապես անկեղծ այն իմաստով, որ քաղաքասարակության մակարդակով լինի քաղաքասարակության, որովհետև հասարակությունը միշտ ունենում է տարբեր կարծիքներ, քան կառավարությունը, չէ՞, վերջին հաշվով չի կարող նույն կարծիք ունենա, բայց Ադրբեջանի պարագայում ես թերահավատ եմ, որ ցանկացած պահի կարող է նույն նախագահակացի արգելում եմ ենթադրենք այլևս հանդիպումները։ Վերջ, բայց սա իհարկե մյուս կողմից էլ խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ այդ երկխոսության խողովակը նախագահական բանը, հա, թույլ է տալիս, բայց մի բան էլ ասեմ, որ ավելի ամբողջական լինի։ Մարդասիրական խնդիրները ցավոք սրտի Ղարաբաղյան կոնֆլիկտի ողջ ժամանակահատվածում, դա կլինի անհայտ կորածներ, ռազմագերիներ, ցավոք սրտի ադրբեջանական կողմը միշտ պայմանավորել է կոնֆլիկտի քաղաքական կարգավորման հետ, որը միջազգային մարդասիրական իրավունքի տեսակետից անթույլատրելի է, այսինքն դու չպետք է ռազմագերիների վերադարձը, անհայտ կորածների ճակատագրի եւ գտնվելու վայրի հետ կապված աշխատանքները կապակցես կամ պայմանավորես կոնֆլիկտի խաղաղ կարգավորման հետ։ Հիմա ինքը կոնֆլիկտը ուժի, բռնի ուժով կարգավորեց ըստ իր պատկերացմամբ, չնայած նման ճանապարհով լուծումները պատմությունը ցույց է տալիս, որ ինքը երբևէ չի ունեցել երկարատև կյանք եւ որովհետեւ ինքը արդարության հիման վրա չէ, մարդկային արժանապատվության հիման վրա չէ։ Եվ այդ առումով իհարկե իր պատկերացմամբ, քանի որ արդեն չկա կոնֆլիկտ, հետեւաբար կարելի է երկխոսել, հա, սա, բայց այդ տեսակետից անկեղծության ցուցանիշ է հանդիսանում մարդկանց Բաքվի բանտերում պահելը, որը վկայի մասին, որ այդ երկխոսությունը այնուամենայնիվ անկեղծ չէ, ազնիվ չէ եւ չի հիմնված իրապես իրավունքի գերակայության սկզբունքի, որը абսուրդ է կամ դժվար է ակնկալել Ալիևի ռեժիմից եւ նաեւ արդարության հիման վրա։ Իդեպ կներեք ավարտեմ, կոնֆլիկտների հետ կապված միշտ կիրառվում է անցումային արդարադատություն ասվածը, որի մասին քիչ առաջ ես խոսում էի, այսինքն պետք է լինի ամբողջական համակողմանի քննություն
հետ կոնֆլիկտյան իրավիճակում, հետ կոնֆլիկտյան ժամանակահատվածում մարդու իրավունքների տարբեր հարցերի եւ այդ թվում նաեւ պատերազմական հանցագործությունների հետ կապված քննություն, որի շրջանակում կարող են լինել նաեւ ներումներ իդեպ ասեմ։ Այսինքն այստեղ կա ներման գործընթացը երկուստեք։ Հիմա այս ամեն ինչը ոչնչացվում է եւ դրա փոխարեն միակողմանի պատժիչ գործողությունը տեղ ունենում Բաքվի ռեժիմի կողմից էթնիկ հայերի հանդեպ միջազգային իրավունքի եւ մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո, Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ այո, Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասը ծրի է, էլի։ Ժողովուրդ սենսացիա, ծրի է։ Նորթ Հոլիվուդ Գլենդել։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հիմա այդ հակասություններով հանդերձ, պարոն Սաքունց, հնարավոր է, որ քաղաքական որոշման դեպքում այդ պատժաչափերը դրվեն մի կողմ եւ մեր գերիներին որոշում կայացվի, որ պետք է վերադարձնեն եւ մեկ հարց էլ այնուամենայնիվ քաղաքասարակության ներկայացուցիչների այցի հետ կապված։ Եթե ձեզ առաջարկ լիներ, այսինքն դուք այս պայմաններում կհրաժարվեիք գնալ այդ այցելությունը կատարել։ Ես ադրբեջանցիների հետ երկխոսության կողմնակից եմ, բայց այնպիսի ներկայացուցիչների հետ, որոնք չեն ներկայացնում Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմը։ Այսինքն կհրաժարվեիք, եթե այս Միանշանակ։ Այսինքն այստեղ տեսեք ոնց է, խնդիրը չի վերաբերվում ռազմագերիների առկայությանը, խնդիրը վերաբերում ում հետ եմ ես խոսում, որտեղ ես խոսում եմ Ադրբեջանն ունի այն, ինչ ունի, այսինքն մենք չենք կարող իրենց ներսում քաղաքասարակություն ձևավորել կամ առավել եւս եղածը փոխել։ Էլիզա, քաղաքասարակության ներկայացուցիչները հայաստանյան կողմից իմ գործընկերներն են, նրանք այդպես են մտածում։ Ես համաձայն չեմ այդ կարծիքի հետ, ունեմ իմ դիրքորոշումը եւ ես առավելապես ինչպես նշեցի կողմ եմ
որ երկխոսությունը լինի ոչ թե Իլհամ Ալիևի նախագահական նստավայրին գծված կամ նրա հովանու տակ գտնվող այսպես կոչված քաղաքասարության ներկայացուցիչների հետ, այլ իրական անկախ քաղաքասարության ներկայացուցիչների հետ, որոնք այլ կարծիք են ներկայացնում եւ որոնց հետ հնարավոր է խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք Իլհամ Ալիևի վարչակազմը կամ ռեժիմը չի խոսում, ավելին արդեն իսկ Իլհամ Ալիևի հետ երկխոսություն կա Հայաստանի քաղաքական իշխանության մակարդակով, չէ՞, արտգործնախարարներ եւ այլն։ Հիմա ես չեմ կարող ներկայացնել իշխանության տեսակետը, ունեմ իմ տեսակետը։ Եվ հետեւաբար ում հետ խոսամ այնտեղ այն տեսակետների հետ, որի շուրջ կա գոնե ինչ որ ընդհանրություն, հա, կամ թեկուզ կարող է։ Այսինքն այստեղ մի փոքր մեխանիզմի առումով դուրս է գալիս, որ թե հասարակության ներկայացուցիչների նկատմամբ Ադրբեջանի, թե նախագահանի դրանք մի մարմին են, տարբեր ձևաչափերով, Հայաստանում երկու տարբեր մարմին են, հա, այսինքն կառավարությունը եւ քաղաքասարությունը։ Եվ այդ առումով երկխոսության իմաստը այդ առումով նույնիսկ կրկնում ցանկացած ինքը վտանգված է, որտեղ ցանկացած պահի նախագահականը ելնելով իր ինչ որ նպատակներից կամ կոնյունկտուրայից ուղղակի կարող է բան անի արգելի։ Հիմա ամեն դեպքում գերիների վերադարձի հնարավորությունը քաղաքական որոշման դեպքում դա բացառել թե հնարավոր է այդպես։ Ես այսպես ձևակերպեմ։ Եթե իրապես Ադրբեջանի ռեժիմը հակված է ուրեմն խաղաղ կարգավորման, ապա դրա լավագույն ցուցանիշը կլիներ, ու իրապես դա քաղաքական կամքի ցուցանիշը կլիներ, բոլոր գերիներին անհապաղ ազատ արձակելը։ Պարոն Սաքունց, Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում եւ ըստ մամուլում հայտնված տեղեկությունների նա մասնավորապես նշել է. Սկզբունքային եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որը պետք է արտահայտվի նոր սահմանադրության ընդունմամբ։ Այստեղ սահմանադրական հնարավոր փոփոխությունների մեջ են տեղավորում նաև եկեղեցու շուրջ կատարվող, ասում են Փաշինյանը իրականում հոգևորականների դեմ սկսված այս արշավը իրենց բնորոշմամբ հեռահար նպատակ ունի, դա այն է, որ սահմանադրության նոր փոփոխությունների մեջ եկեղեցու դերի փոփոխություն եւս կատարվի։ Դուք ինչ կարող եք ասել այս հայտարարության հետ կապված եւ հնարավորությունը այդպիսի կարծիքը օբյեկտիվ է, կարող է իսկապես եկեղեցու մասով էլ ինչ որ փոփոխություններ լինեն մեր հանրության համար։ Էլիզա, ճիշտ ասած, ես ուղղակի զարմանում եմ, որ ոչ ոք ուշադրություն չի դարձնում ինքնին այդ ձևաչափով համաժողովի անցկացման վրա։ Ինչ է կոչվում կամ ինչ է նշանակում պետական ծառայողների առաջին համաժողով։ Իմոտակամա ասոցացվում է խորհրդային միության ժամանակ, ասենք թե նման համաժողովները։ Մանավանդ որ ես այնտեղ նկարով գոնե տեսա դատական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, սահմանադրական դատարանի, այսինքն նման ձևաչափը ի սկզբանե իր բովանդակությամբ հակասում է իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունքին։ Չի կարող գործադիր իշխանության ղեկավարը մի համաժողով կազմակերպի, հա, որին ասենք դատական իշխանության ներկայացուցիչները ներկա լինեն կամ ասենք լավ, օրենսդիր իշխանության ներկայացուցիչները որպես երկուսակցության մասնակցեցին, հա, պարլամենտի, բայց պետական մարմինների եւ հատկապես իշխանության տարբեր ճյուղերի նման համատեղումը ինքը բովանդակային առումով եմ ասում, ինքը հակասում է իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունքին։ Դուք պատկերացնեք, ասենք Թրամփը մի հատ թեկուզ Թրամփը մի հատ այդպիսի կոնֆերանս ասկացնի, որտեղ գերագույն դատարանի դատավորները կամ առանձին բաների նահանգների դատավորները մասնակցեն պետական ծառայողների հետ։ Դա абսուրդ կլինի։ Կհամարվի դա իրապես անթույլատրելի, որտեղ ինքը բովանդակային առումով չի հանդիսանում ժողովրդավարական
բովանդակային առում։ Սա ամրագրի, որի վրա շատ քիչ ուշադրություն է դարձվում։ Նաև լրագրողները մուտք չեն ունեցել, պարոն Սաքունց։ Այդ լրագրողների մուտք գործելը, լսեք, լրագրողների մուտք գործելը դեռ մյուս պատմությունն է, բայց ինքնին նման ձևաչափը ես գտնում եմ, որ ամենևին չի հանդիսանում եւ չի համապատասխանում ժողովրդավարական պետության սկզբունքներին եւ այդ արժեքների ձևավորմանը չի նպաստում ժողովրդավարության հասկացության մտածելակերպի ձևավորմանը։ Հիմա ինչ վերաբերում է արդեն եկեղեցու հետ կապված հարցին։ Նախ առաջի հերթին էլի հիշեցնեմ, որ ունեցել եմ առիթ, որ 1995 թվականի սահմանադրությամբ ընդհանրապես չկար որևէ հիշատակում հայ առաքելական եկեղեցու պատմական դերի մասին։ Ինչու՞։ Որովհետև ժողովրդավարական պետության անկամ հենց այդ սահմանության հետ մենք ունենք հարցեր, թե ոչ, բայց սկզբունքային, որտեղ իրապես նախագահի գերակայությամբ, նախագահական կառավարման սահմանադրություններ, որում իշխանությունների տարանջատման եւ փոխզսման սկզբունքը ցավոք սրտի չէր երաշխավորված։ Առնվազն գոնե Արդարադատության խորհրդի նախագահը հանդիսանում էր հանրապետության նախագահ, որ անթույլատրելի էր, հա։ Հիմա եկեղեցու պատմական դերի մասին դրույթը ներմուծվեց 2005 թվականի սահմանադրական փոփոխություններով, որը ակնհայտ հակասում է աշխարհիկ պետության սկզբունքին։ Չկա որևէ այդպիսի մի ինստիտուտ, որի պատմական դերը միանշանակ լինի։ Պատմական գիտությունը քննության է արժանացնում որևէ ինստիտուտի դերը եւ այդ ինստիտուտը տարբեր ժամանակաշրջաններում տարբեր դրսևորում ունի։ Այդ պատմական դեր ասածը ինքը կրոնական պետության ուղղված քայլ էր, որը սահմանության մեջ սահմանադրական կարգի հիմունքների մեջ ամրագրվեց։ Եվ որ խոսույթը հիմա ներկայ իշխանության եւ դրա մասին բազմիցս ասել եմ, գնում է թե կաթողիկոսը կուսակրոն է կամ որևէ հոգեորական կուսակրոն է, թե ոչ, դա չպետք է աշխարհիկ պետության գործը լինի։ Աշխարհիկ պետության կամ ժողովրդավարական պետության հիմնական խնդիրը պետք է լինի երաշխավորել եւ կատարել քայլեր, որպեսզի որևէ կրոնական կազմակերպություն, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցին, անջատ լինի պետությունից եւ կրթությունից։ Կրթությունից անջատվեց, որտեղ այդ նույն առարկան, հիշում եք, հայ եկեղեցու պատմություն, որը էլի Ռոբերտ Քոչարյանի օրոք մտցվեց առանձին որպես առարկա, որը նույնպես աբսուրդ է։ Եթե հայ առաքելական եկեղեցին դուք համարում եք, ուրեմն հայ ժողովրդի պատմության մաս, ապա ո՞նց եք դուք առանձնացնում հայ ժողովրդի կամ Հայաստանի պատմությունից, այ առարկան։ Դա ինքնին այդ արհեստականները, այսինքն այստեղ խնդիրը պետք է գնա ի սկզբանե, նորից եմ կրկնում, պետք է գնա պետության եւ եկեղեցու, ուրեմն տարանջատման, եկեղեցուն, ինչպես մնացած բոլոր կրոնական կազմակերպությունները, անկախ իր նշանակության, ընկալման եւ այլն, նույն պայմաններում, հավասար պայմաններում գտնվելու, հա, ուղղությամբ քայլեր կատարելու, հարկային պարտավորություններ, չգիտեմ, թափանցիկ կառավարում եւ այլն, այսինքն պետք է համապատասխանի եւ հավասարեցվի մնացած կրոնական կազմակերպություններին։ Եւ այդտեղ խնդիրը չպետք է վերաբերվի թե եկեղեցու ներսում ինչ այդ եկեղեցու ներքին գործնա, որևէ կազմակերպության ներքին իրավիճակը, ասենք, թե կարող է քննության առարկա դառնա, եթե այդտեղ տեղի ունեցի քրեական հանցագործություն, օրինակի համար, եթե սեռական ոտնձգություն, եթե կա կոռուպցիա, եթե կա այնպիսի կոչեր, որի մասին արդեն հնչեցվել են ուժի, այսինքն երբ որ հոգևորականը ուժային մեթոդով կամ պետության դեմ կամ հասարակական կարգը խախտել, դեմ կապ չունի հոգևորականը թե հոգևորական չէ, այսինքն այսպիսի հարցերը պետք է քննության առարկա լինեն։ Եվ նորից էլ կրկնում, սահմանությունից այո, ես միանշանակ կողմ եմ, որ պետք է հայ առաքելական եկեղեցու պատմական դերի այդ դրույթը լինի։ Հայ առաքելական եկեղեցին շատ վատ պատմական դեր է ունեցել նաև որոշ ժամանակահատվածում, ժամանակաշրջաններում հայ ժողովրդի կյանքի մեջ եւ դրա վերաբերյալ կան պատմական բազմաթիվ ուսումնասիրություններ, փաստեր, տվյալներ։
Հիմա դրանք էլ են համարում առանձնահատուկ պատմական նշանակություն, չի կարելի նման։ Կամ ոնց է պատկերացնեք, դա նույնն է, որ որևէ կուսակցության վերաբերյալ դրույթ դրվի, ասենք թե սահմանության մեջ, ասենք հիմա հայ հեղափոխական դաշնակցությունն ասում է, մենք ունեցել ենք դեր։ Մի հատ էլ ավելացեք հայ հեղափոխական դաշնակցության առանձնահատուկ պատմական դերը հայ ժողովրդի կյանքում, հետո չի կարող այդպեսի բան լինել։ Շնորհակալ եմ, պարոն Սաքունց։ Մեծ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։